Մենք միշտ շատ կարևորել ենք խոսել ընտանեկան բռնությունից։ Արփին են մարդն ով իրան թույլ է տալիս քաջությունը առաջի դեմքից դրա մասին Instagram-ում խոսել իր էջում։ Բռնությունը շատ նորմալ ու սովորական երևույթ ա եղել։ Բռնությունը ծնողների կողմից էր, թե ծնողի կողմից էր։ Ծնողների։ Հիմնականում են որ ալկոհոլի խնդրի հետ կապված կարող էին papan ծեծել, չէր պատկերացնում ոնց կարելի է մեզ հետ շփվել, ինչ անել, ու այդ ամբողջ ղայնությունը ագրեսիան մեր վրա էր թափվում։ Մամայի կողմից դա ուրիշ ձև է ներկայացվել, ամբողջ հոգեբանական բռնության կարելի է դա ասել։ Ես ընդունված չեմ, ինձ չեն սիրում, Ոնց էր արտահայտվում իր չսիրելը։ սիրում էին։ Ու հենց դա է խնդիրը։ Հոգի երեխաների մոտ երբեք չի ձևավորվում ինքնավատը։ Ես եմ վատը։ Ես չեմ դատում, որ մեղավոր եմ, անգամ երբ որ ինձ խփում են, ես հատուկ չէի լացում, որովհետեւ ինձ ցավում է։ Չկար ոչ մեկ, որ քեզ հարցներ, «Էս ինչա, այս կապտուկը որտեղի»։ Բոլորն են գիտեին այդ, բայց դրա մասին չէր խոսվում։ Երբ որ ես 4 տարեկան էի, ես կրում էի պատասխանատվություն ոչ միայն ինձ համար, ես նաև գիշերօթիկում եմ ապրել 1 տարի։ Միտք կար, որ 4 երեխաներից ինչի եմ մենակ ես ստեղ։ Չէ։ Ամենափոքրը շատ փոքր էր, հոգատարության սիրո կարիք ուներ։ Այլ ինչը։ Հասկանում ես, որ բռնությունը վատ է, ցավոտ է, բայց քո տունն է։ Ինձ պետքա կուզես պիրի ռզանենք մի քիչ։